Եթե այն ինչ որ տեղի ունենում Իրանում ձեզ համար նորություն է, Հայաստանի պետական ինստիտուտների համար նորություն չէ, այս իրավիճակը տարիներով է զարգանում եւ տարիներ հիմա եթե դուք հնարավորություն ունենայիք, տասնյակ ուրիշ այդպիսի զեկույցներ կտեսնեիք, որոնք եկել են անցել են վարչապետի աշխատասեղանի վրայով, համապատասխան ընթացակարգերով եւ իհարկե մենք շատ ցավում ենք Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ շուրջը տեղի ունեցող իրադարձությունների մասին, արտահայտել ենք, արտահայտում ենք, մենք Իրանում ծավալվող իրադարձություններից մի օր առաջ էլ ենք անվտանգության խորհրդի նիստ ունեցել, մի օր հետո էլ ենք անվտանգության խորհրդի նիստ ունեցել, նախորդ այդ նույն շաբաթը պաշտպանության նախարարը այցով եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում, արտաքին հետախուզական ծառայությունն է ձեր ասած զեկույցը, անվտանգության խորհրդի ներքո բավական երկար ժամանակ գործում է միջգերատեսչական աշխատանքային խումբ, այդ աշխատանքային խումբը երեք չի ստեղծվել, նախորդ օրը չի ստեղծվել, Իրանում նախկինում ծավալված իրադարձություններից առաջ է ստեղծվել եւ այդ աշխատանքային խումբը գործում է ամենօրյա ռեժիմով, ոչ թե մի շաբաթ է գործում, այլ ամիսներով ամենօրյա ռեժիմով գործում է։ Եվ հետևաբար ձեր հարցի համատեքստում անհասկանալի է ինչի ազգային ժողովի նիստը չենք չեղարկել ընդհանրապես։ Որ գանք այստեղ, ասենք հազար ներողություն, ինչ որ սադրիչ անկապ հարցեր հնչեն, մենք դրանով պետության բանը վտանգենք, ինչ եք նիստ անում, չեղարկեք նիստը։ Այս երեխեքին ինչ եք վերել ստեղ նստացրել, հազար ներողություն։ Ու որ ինձ ասում եք պերաշկ ենք ուտում, ձեզնից չի երևում, որ ինչ որ հացադուլ հայտարարած եւ քուրց հակած վիճակում եք, ինչի գլխներիդ մոխիր լծրած չի ձեր բանի խմբակցության եւ ինչի քուրց չեք հակել։ Կամ ինչի չեք ինքնահրկիզվում ընդհանրապես, ես չեմ հասկանում։ Եվ ընդհանրապես ես չեմ տենում պատճառ, որ Հայաստանի Հանրապետության կառավարող մեծամասնությունը սեփական քաղաքացիների հետ շփվելուց հրաժարվի։ Ես դրա պատճառը չեմ տեսնում։ Ընդհակառակը, քանի որ Հայաստանի Հանրապետությունը ինստիտուցիոնալ երկիր է եւ ինստիտուտներ են գործում, եւ ինչ ալոց այդ ինստիտուտների գործունեության հետ կապված հաղորդագրություններ են եղել,